Փոխհատուցվող դեղերի վիճակագրությունը ինչ դեղեր է ստացել մեր հասարակությունը։ Գունավոր թվերը հենց այս հարցին են պատասխանում։ Դուրս է գրվել ավելի քան 1,440,775 դեղատոմս, որի կեսից ավելին շուրջ 54%-ը սիրտանոթային համակարգի դեղերն են եղել, 18%-ը հակաուռուցքային քիմիաթերապիան, ևս 15%-ը հակաշաքարախտային դեղերը։ Հայաստանի 15 տարեկանից բարձր բնակչության խմբերում 100,000 մարդու հաշվով ըստ պաշտոնական վիճակագրության 1995-ին վարակիչ եւ մակաբուծական հիվանդությունների ցուցանիշը 703.5 էր, 2024-ին 2325.9, շուրջ 3 անգամ ավելի։ Բացարձակ թվերով 1995-ին այս տեսակի որևէ հիվանդություն ախտորոշել են 18888, 2024-ին 57288 մարդու մոտ։ Պատկերը գրեթե նույնն է ոչ վարակիչներից, օրինակ հենց արյան շրջանառության համակարգերի հիվանդությունների դեպքում, որն այսօր նաև ամենամեծ տեղն է զբաղեցնում դուրս գրված դեղատոմսերի մեջ։ Նախորդ դարավերջին 100,000 բնակչի հաշվով 734.8, հիմա 2342.8, բացարձակ արժեքով 1995-ին առաջին անգամ արյան շրջանառության համակարգերի հետ կապված հիվանդություն ախտորոշել են 19730 մարդու մոտ, 2024-ին 57702։ Այս վիճակագրությունը վկայում է նրա մասին, որ Հայաստանում կանխարգելելի հիվանդությունները բացառապես անտեսված են եւ Հայաստանի Հանրապետությունը լուրջ ունի խնդիր կանխարգելիչ բժշկության հետ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում առողջապահություն չի իրականացվում, չկա ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված կանխարգելում եւ վարակիչ հիվանդությունների հետ կապված կանխարգելում։ Այսօրվա չկատարած գործը առողջապահության մեջ երևալու է մի քանի տարի հետո հիվանդ հասարակությամբ, որի արդյունքները մենք տեսնելու ենք։ Առողջապահական փորձագետը համոզված է, եթե դուրս գրվող դեղերի կեսից ավելին արյան շրջանառության համակարգերի հիվանդությունների դեմ է, ապա կանխարգելիչ միջոցառումները հենց այստեղ կարող են ամենամեծ ազդեցությունն ունենալ։ Պետք է պարտադիր ԱԱՊ-ն, առողջության առաջնային պահպանման կենտրոնները աշխատեն։ Այսօր այնպիսի իրավիճակում են բերել ԱԱՊ-ին, որոնք որ մոռացել են բժշկությունը, սերտել են թղթաբանությունը։ Առավոտից իրիկուն առողջության առաջնային պահպանման բժիշկները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները, թերապևտները թղթ են գրում, ուղեգիր են կախում, իսկ արդյունքում ինչ են անում իրենց մոտ հավաքագրած հիվանդի համար, ժամանակ չի մնում, որ զբաղվեն սկրինինգներով, զբաղվում են հիվանդ քաղաքացիներով եւ զբաղվում են թղթաբանությամբ, որի արդյունքում մենք ունենք այդ տվյալները։ Ինչ վերաբերում է նորագոյացություններին, 20-րդ դարի ավարտին դարձյալ 1995-ի օրինակով նորագոյացությունների ցուցանիշը 15 տարեկանից բարձր բնակչության շրջանում 100,000 մարդու հաշվով 178 էր, 3 տասնամյակ անց այս թիվը հատում է 500-ի շեմը։ Շատ լավ արտահայտություն կա փիլիսոփայության մեջ, ստատիստիկան դա հստակգիտություն չէ։ Այսինքն տարբեր դատաբազաները տարբեր տվյալներ են հրապարակում, բայց եւ այնուամենայնիվ ես կարող եմ ասել, որ ինչքան էլ տվյալ պահի դատաբազայի տվյալը մեկից դուրս չգա, մյուսին դուրս չգա տեսնելով այլ պատկեր ինքներս մեր պրակտիկայում, ես կարող եմ ասել, որ դինամիկ փոփոխությունները ոչ մեկ չի կարող հերքել։ Տարածվածության մասշտաբներով քաղցկեղային հիվանդությունների շարքում մշտապես առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում թոքի քաղցկեղը։ Այս մասին վկայում են հիվանդության հետազոտությունների համաշխարհային հիմնադրամի տվյալները։ Պատկերն ուրիշ չէ նաև մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենամեծ տարածումն ունի հենց թոքի քաղցկեղը։ Մեծացել է հայտնաբերելիությունը, ինչ է հայտնաբերելիությունը, դա միավոր ժամանակահատվածում տվյալ դեպքում տարվա ընթացքում առաջնային ախտորոշված բուժառուների բացարձակ թիվն է։ Եթե առաջ մենք խոսում ենք 700-800 մարդու մասին, այս պահին մենք խոսում ենք մինչև 1200 հոգու տարեկան առաջնակի ախտորոշվածների մասին։ Սա վերջին 5 տարիներին, եթե 15-ից բարձր տարիքում կյանքում առաջին անգամ նորագոյացության հայտնաբերման ընդհանուր թվերին նայենք, ապա նույն ժամանակահատվածում տարբերությունը մոտ 20% է։ Ընդամենը 6 տարի առաջ 2020-ին ցուցանիշը 427.8 էր, հիմա 513.1։ Ընդ որում վիրաբույժը Սուրյանկյան հետ զրույցում նշում է, կոնկրետ թոքի քաղցկեղը մեր երկրում շարունակում են հիմնականում հայտնաբերել վերջին 4-րդ փուլում, երբ ուռուցքն արդեն հեռավոր օրգաններին է հասել, դրանց վրա տարածվել։ Ցավոք սրտի վարքագիծը հիվանդությունը չի հարցնում եւ չի սպասում վարքագծին։ Եթե մենք խոսում ենք սիրտանոթային եւ մետաբոլիկ հիվանդությունների մասին, մեծամասամբ դա կապված է հիվանդի վարքագծից։ Ուռուցքային հիվանդության դեպքում միայն ռիսկի գործոնների հանելն է
մեծ օգուտ տալիս։ Թոքի քաղցկեղի դեպքում մասնագետներից առաջինը լսում ենք, թե հենց ծխախոտն է այս հիվանդության համար մեկ թշնամին, բայց ռիսկի գործոնների ցանկն իհարկե երկար դեռ հնարավոր է շարունակել գենետիկ նախատրամադրվածությունից մինչև ֆիզիկական անգործություն, աղտոտված օդ, շարքում տեղ ունի նաև սնունդը, հնարավոր ամենաանմեղը, որ հնարավոր է պատկերացնել այս շարքում, ինչ ենք ուտում եւ որքան, սա եւս հաշվարկ է մեր օրգանիզմի համար, մինչև մենք ընտրություն ենք կատարում արագի, համեղի եւ հարմարի միջև, նույն այս ընթացքում մեր օրգանիզմը վճարում է դրա դիմաց։ Գրեթե բոլոր խմբերում, որը մարդու սննդակարգը պարունակում է, եւ օրինակ հատիկեղենի եւ ալերային հիմքով մթերքների խմբում ունենք քաղցկեղածին տարրեր, եւ մրգի եւ բանջարեղենի խմբում ունենք եւ մսամթերքի եւ կատնամթերքի։ Մասնագետը պարզաբանում է ալերային հիմքով մթերքներում քաղցկեղածին տարրերն իհարկե նույնը չեն, ինչ օրինակ միրգ բանջարեղենի մեջ, բայց հետազոտությունները փաստում են, ռիսկի գոտում են բոլոր այն մարդիկ, ովքեր թվարկված շարքի մեծաքանակ սպառողն են, պարզ ասած այն, ինչ քաղցկեղածին տարրեր ունի, շատ են ուտում։ Այսինքն անգամ եթե նույն տարը քաղցկեղածին վտանգը կա բոլոր սննդամթերքների մեջ, բայց մարդիկ օրինակ քիչ չափականակներով են օգտագործում, հնարավոր է տվյալ մարդու մոտ ռիսկը չգերազանցի եւ նույն ուտելիքը օգտագործող մարդը, որը հաճախակի մեծ չափականակներով է օգտագործում, ունենա քաղցկեղածին ռիսկ։ Մեր երկրի առողջապահական համակարգում արդեն գրեթե կես տարի մեգաթարմացում կա մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 եւ բարձր տարիքային խմբերի 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների առողջությունն ապահովագրված է։ Նոր համակարգը կօգնի կրճատել վիճակագրությունը, որը մասնագետների գնահատմամբ մտահոգիչ է։ Առողջապահական փորձագետը համոզված է, գործող ձևաչափը հարց չի լուծի։ Իհարկե չի կանխարգելի, որովհետև այսօր մեր բժշկական կենտրոններում կանխարգելի առողջապահության մասին խոսք չի լինում։ Դեղատոմսերի քանակ, հիվանդությունների ցուցանիշներ, նոր ախտորոշումներ, վիճակագրական թվերը տարբեր են, բայց մեկ կարևոր ընդհանրություն ունեն՝ փաստեր են։ Իսկ այնինչ դեռ չի արտացոլվել հաշվետվություններում ու աղյուսակներում, ձևավորվում է հենց հիմա պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում, առողջապահական քաղաքականության որոշումներում եւ նույնիսկ մեր առօրյա ընտրությունների մեջ։ Մասնագետների գնահատմամբ յուրաքանչյուր նոր ախտորոշման, ուշ հայտնաբերված հիվանդության եւ հերթական դուրս գրված դեղատոմսի հետևում ոչ միայն անհատի պատմությունն է, այլև համակարգի աշխատանքի արդյունքը։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։